2025 թվականի ապրիլի 18-ին քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տվյալներ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների, Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոց, որի մի մասը պահում է Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մի մասը Արարատի մարզի Երաս բնակավայրում պատրաստվում է 100,000 դրամով իրացնել աշտարակցի և երևանցի երկու տղամարդու։ Վայոց ձորի մարզային քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների և մարզը սպասարկող պարեկների հետ։ Համագործակցված և փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օր Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին աշտարակի բնակիչ 57-ամյա տղամարդը և մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք ըստ տվյալների Եղեգնաձորցուց 100,000 դրամով թմրամիջոց էին գնել։ Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերեցինք և ձերբակալեցինք Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերեցինք մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայից Մակարով տեսակի ատրճանակ։ Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղիկ ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կգ 250 գ մարիխուանա 9 փաթեթով։ Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերել ու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գ քաշով մարիխուանայի փաթեթ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։